Ապաշանդատը լսեցին հանրաժողովի դիրքորոշումը, դերվստահական կապամիջոց, համակցած կապամիջոց կիրառում վերաբերյալ, հնարավոր է համաձայնել միայն մեկ հաստատքի, որ պետ վստահողի ներկայացման բանկային կալանքի ժամկետը երկարաձգելը այլևս իրավաչափ չէ։ Մնացած փաստարկների հետ կապված գործընկերները ներկայացրեցին լուրջ փաստարկներ, որոնց միանումը մի քանի փաստական տվյալների ցանկանալի անդրադառնալ, հաշվի առնելով, որ Հանրային մեղադրողը իր խոսքում նշեց, որ կալանքի կապամիջոցի իրավաչափության պայմանները ըստ էության չեն փոխվել, հետևաբար կարծես թե կիրառել են արձանագրումները, որոնք առկա են հետվստահողի նկատմամբ սկզբնական կալանք կիրառելու դատարանի որոշման մեջ։ Ամուսնելը ամենը 5 փաստական տվյալ պատվական դատարանի։ Սկզբնական կալանքի որոշման մեջ դատարանը արձանագրել է նախաքննության սկզբնական փուլում գտնվելու ապացույցների հավաքման ակտի փուլի ենթադրյալ հանցարկի կատարման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ապացույցների հավաքմանը, ստուգմանը և գնահատմանը ուղղված ապացուցական գործողություններ կատարվելու, վարորդի համար նշանակություն ունեցող հանրաշրջանակը պարզելու, անձանց հանցաքննելու անհրաժեշտություն, այսինքն կարճ ասած միջդատական վարորդում առկա օպերատիվ քննչական իրավունքները։ Ապաշան դատարանը ներկա պահին օպերատիվ քննչական իրավունքները բնականաբար վերացել է, միջդատական վարորդը հավաքվել են, ապացույցների հավաքման ակտի փուլի մասին խոսք ունենալ չի կարող, քանի որ բոլոր հնարավոր անձինք հանցակնված են, վերաբերելի ուսումններ տված անձին դատակոչված են, իսկ կողմնա արդյունքները այդ ձայնագրությունների տեսքով դրսված են իրական վարորդի նյութերից։ Ընդ որում վարորդը դատարան փոխանցել է ենթադրում է, որ վարորդի հանրային մասնակիցների համոզմամբ հավաքված ապացույցները այն քանակի և որակի են, որտեղ վստահողի և մյուս մեղադրյալների նկատմամբ մեղադրական դեպքի կայացնելը առավել քան հավանական է։ Ապաշան դատարան մեղադրական եզրակացության համաձայն դատակոչվել են 14 անձ, 8, որոնցից 8-ը մեղադրյալի կարգավիճակում, 6-ը վկա։ Մեղադրյալներից 4-ը Արման Սարգսյանը, Արսեն Մելիքյանը, Լիլիա Սարգսյանը և մեր վստահորդը օգտվել են մռայլ իրավունքից, ուստի այդ անձանց վրա անօրինական ներադրություն գործելու ռիսկի մասին խոսելը անտրամաբանական է։ Մյուս 5 մեղադրյալների Գրետա Հարությունյանի, Սեյրան Հակոբյանի, Համեդ Եվրոպյանի և Պավել Ջանգիրովի դատաքննության փուլում դեռևս հարձակված շրջելու հանգամանքը մեր համոզմամբ չի կարող դիտարկվել որպես անձիկ սույն դեպքում Դավիթ Ղազիմյանի անձնական ազատության սահմանափակում, ենթադրող կապամիջոց կիրառելու օբյեկտիվին կամ ողջամիտ փաստակ, այնքանով որքանով ցույց տալը մեղադրյալի ոչ թե պարտականությունը, այլ գործում վկայի այլ դրա սահմանադրական իրավունքը։ Ապաշան դատարան դատակոչված 6 վկաներից 4-ի Կարինե Մամաջանյանի, Անի Գևորգյանի, Նինա Գունյացյանի և Սուսաննա Կարապետյանի ցուցմունքները Դավիթ Ղազիմյանի մեղադրակին առհասարակ վերաբերելի չեն։ Ուստի առնվազն մեր վստահորդի կողմից այդ անձանց վրա անօրինական ներադրելու ռիսկ առհասարակ չկա։ Վկա Էդվարդ Սարգսյանը, ով մեղադրող կողմի արգացող տվել է մեղադրանքը հաստատող որոշակի ցուցմունք, հանդիսանում է սույն գործող մեղադրյալներ Արման և Լիլիա Սարգսյանների հայրը, այսինքն նրանց մերձավոր ազգականը, ուստի եթե անգամ առկա է տվյալ անձի վրա անօրինական ներազդեցություն գործելու ռիսկ, ապա ոչ մեր վստահողի կողմից։ Ընդ որում տվյալ վկայի վրա ներազդելու ռիսկը դրա աստիճանը գնահատելիս կարծում ենք անհրաժեշտ է աշկարան քրեական դատարանության 330 հոդվածի առաջին մասի 4-րդ կետի կարգավորումը, ըստ որի զավակների դեմ ցուցմունք տալուց դատարանը հրաժարվելու պարագայում տվյալ անձի նախաքննական ցուցմունքները առհասարակ չեն կարող օգտագործվել։ Վերջին վկան պատվարան դատարանի դատակոչի ցանկի Նորիկ Նահապետյանն է, մեղադրյալ Արման Սարգսյանի վարորդը, որը ցուցմունք տալիս չի բացառել ընդամենը գումար կամ այլ առարկա փոխանցելու հարցով Արման Սարգսյանից հանձնարարություն ստանալու հանգամանքը։ Պատվարան դատարան թե որքանով է իրավաչափ վերոնշյալ ցավանող ցուցմունքը տված վարորդի նկատմամբ Ղազիմյանի կողմից անօրինական ներադրություն գործելու ռիսկը ողջամիտ և բարձր, թե որքանով է ողջամիտ և բարձր, որ անհրաժեշտ է նրա նկատմամբ կիրառել այդչափ խիստ կապամիջոցների համակցված կիրառում, կարծում ենք դատարանի լուծման խնդիրն է բնականաբար դարձյալ ձեր լիազորությունների տիրույթում է։ Մեր կարծիքով բնականաբար
ողջամիջի, համաչափչի և իրավաչափչի։ Պատվարժան դատարան, երկրորդ փաստարկը Բազինյանի մեղադրանքը և հիմնավոր կասկածը գլխավորապես հիմնված է օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում ձեռք բերված և դատարան ներկայացված ձայնագրությունների վրա, ընդ որում, եթե անգամ մարդկային որոշակի ցուցմունքներ, ապա այդպիսի կացանցված են ՕՀՄ արդյունքներից ձեռք են բերվել հարցաքննության ընթացքում ՕՀՄ տվյալները հարցաքննողին ներկայացնելու և այդ կերպ օրինականացնելու եղանակով։ ՕՀՄ արդյունքները կցված են քրեական վարույթի նյութերին և դրանց բովանդակությանը որևէ կերպ անօրինական եղանակով միջամտելու ռիսկը իրատեսական չէ։ Ուստի խոսելը, ինչպես ձայնագրությունների, այնպես էլ դրանց որոշակի վերարտադրություն հանդիսացող ցուցմունքների վրա անօրինական ներազդեցություն գործադրելու ռիսկի առկայության, առավել ևս դրա այն աստիճան բարձր լինելու վերաբերյալ, որը խոչընդոտում է դատարանում Բազինյանի նկատմամբ առավել բեմ խափամիջոցների կիրառումը, ուղղակի ողջամիտ չէ, այդ տեսանկյունը վարդված։ Պատվարժան դատարան սկզբնական կալանքի որոշման մեջ դատարանը հատուկ ընդգծել է նաև սույն քրեական վարույթի բարկությունը, դրանով քննության ընթացքի առանձնահատկությունները, աշխարհագրելով Բազինյանի վերագրված կոռուպցիոն բնույթի հանցանքի լավետայնությունը, երկու բառ սրա հետ կապված։ Պատվարժան դատարան հանրային փաստ է, որ քաշարքի տվյալ դեպքում ընտրակաշարքի գործերը որպես կանոն քննվում և ավարտվում են շատ արագ, ինտենսիվ, առավելագույնը 20-ից 30 օրում, որի առավոտյան 8 մեղադրյալների վերաբերյալ սույն քրեական վարույթի այլևս դատարանի վարույթում գտնվելու փաստում են, ուստի ողջամտորեն ենթադրել է, որ Բազինյանի ներկայացված նույն մեղադրանքի պայմաններում վարույթի իր վարչության դրա քննության առանձնահատկությունների վերաբերյալ դատարանի փաստարկը իր կենսունակությունը առնվազն չի պահպանել։ Ավելին, կոռուպցիոն բնույթի հանցանքի լավետայնությունը խնդրահարույց է գլխավորապես բացահայտման տեսանկյունով, իսկ քննության առումով հատկապես երբ բացահայտված հանցագործության դեպքը ֆիքսվել է օբյեկտիվ արձանագրման կրիչների վրա, որևէ դժվարություն կամ բարդություն ողջամտորեն չի ներկայացնում և չի կարող ներկայացնել։ Խնդրահարույցը գուցե ապացույցների պատշաճ գնահատում է, որի վերաբերյալ մեր հակափաստարկները անտեսվել են ողջ միջդատական վարույթի ընթացքում, որը պետք է վերջնականապես գնահատվի բնականաբար դատարանում, սակայն այդ գործընթացի վրա մեր վստահորդի ոչ իրավաչափով է ներազդել օբյեկտիվորեն չի կարող։ Ընդ որում, օբյեկտիվ արձանագրման կրիչների առկայություն և վարույթում կցված իդերնիքի նվազեցումը վերաբերելի տեղեկատվության տեղեկատվություն տիրապետող անձանց ցուցմունքների վրա անօրինական ներազդեցություն գործելու ենթադրյալ բազմակի ռիսկերը։ Պատվարժան դատարան սկզբնական կալանքի որոշման մեջ դատարանը ընդգծել է Բազինյանի կապերը Սամիկի ընտանիքի անդամի և գրասենյակի պատասխանատու Արսեն Մելիքյանի հետ։ Երկու խոսք սրա վերաբերյալ։ Դատարան ուղարկված գործի նյութերի համաձայն գործնական ընթացքում Բազինյանի Սամիկների հայր գործող մեղադրյալ Արման Սարգսյանը օգտվել է լռելու իրավունքից։ Վերջինիս քույր Լիլիա Սարգսյանը ևս ուստի կրկնում են, որ նրանց վրա անօրինական ներազդեցություն գործելու ռիսկը մեր վստահորդի և առհասարակ քննող դեպքերի առողջության մեղադրող բնույթի փաստական տվյալներ չհայտնելու պայմաններում, եթե նույնիսկ առկա է, խիստ վերացական է։ Վերջիններիս այդ գործով ԲԿ Էդուարդ Սարգսյանի ցուցմունքները գուցե բովանդակում են Բազինյանի մեղադրանքը հաստատող փաստական տվյալներ, սակայն Բազինյանի հետ քարոզչական հարաբերությունների առկայությունը միջդատական վարույթում այդ վկային չի կաշկանդել։ Ուստի անհասկանալի է, թե դատարանը ինչու պետք է կաշկանդի և եթե միջդատական վարույթում դրա վրա անազատության մեջ գտնվող Բազինյանի կողմից ներազդելու փորձ չի կատարվել, ինչ ողջամիտ փաստարկով կարող է այն բարձր դիտարկվել դատական վարույթի փուլում։ Նույնը վերաբերում է նաև մեղադրյալ Արսեն Մելիքյանին, ով ևս միջդատական վարույթի ընթացքում օգտվել է լռելու իրավունքից, ուստի չկան հայտնված այնպիսի փաստական տվյալներ, որոնց փոփոխման նպատակով անօրինական ներազդելը ողջամիտ կարող է դիտարկվել։ Ավելին, ընտրությունները ավարտվել են և գրասենյակի պատասխանատու Մելիքյանը որևէ կախում Բազինյանից չի կարող ունենալ, հատկապես բնականաբար այս փուլում, դատական վարույթի փուլում։ Չորրորդ փաստարկը Դավիթ Բազինյանի անձը գրականորեն բնութագրող տվյալներն են, պատվարժան դատարան, սրանք պատշաճ գնահատման չեն արժանացել մեր կարծիքով սկզբնական կալանքի ժամանակ, բայց քանի որ հիմքերը մնացել են այլ նյութերում, ձեզ ներկայացնում եմ վստահորդի զինվորական
ծառայություն անցնելով, անձը բնութագրով, ընտանիքի կազմի վերաբերյալ, խոսքը երկու անչափված երեխաների մասին է։ Բարձրագույն կրթության դիպլոմների, բազմաթիվ պատվոգրերի և գովասանագրերի արժանանալու վերաբերյալ պատճեններ, ընտրելով կցել բարութին և բնականաբար գնահատել պիտանի խափամիջոց ընտրելու գործընթացում, համապատասխան առանձին սենյակում կամ գուցե դատական իստերի դահուճում։ Չեմ թվարկի դրանք նաև մի մասը վկայակոչված է մեղադրական եզրակացությունում, բայց ինձ թվում է, որ գործընյութերում հաստատ չկա։ Մասնատուտային տեսքով։ Ամփոփեք էլի դեպքերից։ Մի կետեր կար և ամփոփեմ, հա, շատ կարճ։ Պատանեմ դատարան վերը նշված տվյալները պահպանվել է նաև դատական վարույթի գնում, բնականաբար ավելի Դավիթ Ղազարյանին այլևս տրվել է պատանողի մանդատ և քանակի երկարություններով դրա նկատմամբ անազատության մեջ գտնվելու կամ այդ իրավունքը էապես սահմանափակելու հետ կապված այլ կապամիջոց կիրառելու պարագայում վտանգվելու է ազգային ժողովի աշխատանքներին նրա մասնակցելու, ընտրողների ձայները ներկայացնելու իրեն իրավունքում պարտականություններ այլ կերպ, Դավիթ Ղազարյանի դեպքում դրա մասնավոր շահը մեր համոզմամբ ունի նաև հանրային շահի բաղադրիչ։ Պատվարժան դատարան անցագործության վերագրված հանցագործության գնում վտանգավորության աստիճան Դավիթ Ղազարյանի ակտիվ է։ Սրա մասին կասեմ, որ վերաքննիչ դատարանն է անդրադարձել, որ ստեղ ակտիվ դերի մասին խոսելը տեղին չի, հետևաբար այդ հիմնավորումները մեր համարակումների են, դատարանի տրամադրության տակ կամ նաև հանրային մեղադրող մեծանոց չեմ կրկնվի այդ մասով։ Վտանգավորության հետ կապված է, կարծում եմ իմ գործընկերները մանրամասն ներկայացրեցին, թե հիմնավոր կասկածի կապված ինչ լրջագույն խնդիրներ կան, և ես այն համոզման եմ, արդեն պրակտիկան եմ նշում, որ նույնիսկ եթե հիմնավոր կասկածը փաստված չլիներ, այս գործը հայտնվելու է դատարանում, ունենք այդպիսի նախադեպեր։ Հիմա այս պայմաններում, որ առաջնորդվեն վճռաբեկ դատարանի այն իրավական դիրքորոշումները, որ նախնական դատավարությունների փուլում հիմնավոր կասկածին չարժի անդրադառնալ այնքան ցածր է շեմը, որ այդտեղ նայելու առանձնապես ստուգելու բան չկա, կարծում եմ մեր իրականությունը հաշվի առնելով, նաև այդ պրակտիկան, որ հիմնավոր կասկածի բացակայության առանձնապես ծանր մեղադրանքով անձի վերաբերյալ գործը կարելի է մեղադրական եզրակացություն հաստատել ուղղակի դատարան, կարծում եմ կիրառելի չի։ Նաև իրադատավարական օրենքի և միեդի դիրքորոշումներն են, որ բոլոր դեպքերում ցանկացած խափամիջոց կիրառելը ինքնավոր կասկածի հարցը պետք է փաստի, որ անցնենք իրադատավարական ուժին։ Ես ևս այն կարծիքին եմ, որ որևէ խափամիջոց պարոն Ղազարյանի նկատմամբ կիրառելի չէ, այնուամենայնիվ եթե դատարան գտնի, որ կա այդպիսի խնդիր, ես ներկայացրեցի, որ արտադրությունը փոխի ռիսկը զրոյական է, դատական քննության փուլում առնվազն։ Գրավ 40 միլիոն ու երևի այսքանը, այլ ասելիք չունենք շնորհակալություն։ Մեկ համերում դրավիճակի հետ կապված